Զորակոչվողների միայն 30-ից 40%-ն է անցնում պարտադիր զինվորական ծառայության։ Պատկերը փոխելու համար իշխող ուժը շրջանառության մեջ է դրել օրենսդրական մի շարք փոփոխություններ։ Հեղինակը Հայկ Սարգսյանն է։ Պատգամավորը կարծում է, որ մեծ թվով քաղաքացիներ խուսափում են պարտադիր զինվորական ծառայությունից ժամկետի երկարության, տարածաշրջանի անվտանգության եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված։ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղարի դիտարկմամբ զինված ուժերի ապագայի վերաբերյալ իշխանության խոսույթը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ այդ տեսլականի մեջ բանակ կառուցվի, այն որևէ լուրջ մարտական խնդիր լուծելու հնարավորություն չի ունենա։ Ստացվել է այնպես, որ իշխանությունը ըստ էության ինքնախոստովանական ցուցմունք է տալիս առայն, որ 7 տարվա ընթացքում իրեն չի հաջողվել հաստորեն փակել սողանցները, նվազեցնել կոռուպցիոն դրսևորումները, ինչի հետևանքով նաև զորակոչի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում, տարբեր մարդիկ տարբեր հիմքերով կամ տարբեր պատրվակով ազատում են զինվորական ծառայությունից եւ այլն։ 2020-ից 24 թվականներին Հայաստանի մինչև 18 տարեկան 8721 քաղաքացի հրաժարվել է քաղաքացիությունից։ Մեկնում են երկրից բուժման, ուսման կամ այլ նպատակով եւ մինչև 27 կամ 37 տարին լրանալը չեն վերադառնում։ 2010-ից 24 թվականների ընթացքում զորակոչից խուսափելու հոդվածով 2500 գործ կարճվել է վաղեմության ժամկետի հիմքով։ Այսինքն շուրջ 2500 քաղաքացի չի ծառայել եւ որևէ պատասխանատվության չի ենթարկվել։ Բացի այդ, բանակից ազատվելու համար զինվորական ծառայության հետ անհամատեղելի փաստաթղթեր են պատրաստվում։ Որ զինվորների թիվն ավելանա, ծառայությունն էլ գրավիչ լինի, Հայկ Սարգսյանն առաջարկում է կլորիկ գումարի դիմաց 2 տարի չծառայելու հնարավորություն տալ նաև 18 տարեկաններին։ Հիմա փողով բանակից ազատվելու հնարավորություն ունեն պարտադիր ծառայությունից խուսափած եւ 27 տարին լրացած տղաները։ Ժամկետային զինծառայողներ կունենան ընտրության հնարավորություն։ Առաջին ծառայել 24 ամիս եւ ստանալ բարձր դրամական ապահովություն։ Երկրորդ ծառայել 6 ամիս եւ պետական բյուջե վճարել 15 միլիոն դրամ։ Եվ երրորդ ծառայել 1 ամիս եւ պետական բյուջե վճարել 20 միլիոն դրամ։ Տիգրան Աբրահամյանն իշխանության այս մոտեցումն անընդունելի է համարում։ Ստացվում է, սողանցքներից օգտվող մարդկանց առաջարկվում է գումարն ուղղել պետական բյուջե։ Սա վատագույն տարբերակն է այս ճանապարհը ընտրելու, հատկապես հաշվի առնելով, որ սա մենք խոսում ենք զինված ուժերի մասին, սա զուտ ինչ-որ պետական կառույց չէ, ինչ-որ թղթաբանության հետ կապված հարցեր չէ, որոնք արագացնելու, դանդաղացնելու հետ կապված որևէ գործելավոճ է ընտրվում։ Մենք խոսում ենք զինված ուժերի մասին, մարդկանց մասնակցության մասին, մարդկանց մոտ պարտքի զգացումի մասին։ Արդյոք անարդարություն չի առաջանում, ստացվում է ծառայելու են նրանք, ովքեր չունեն գումար։ Հայկ Սարգսյանը վստահ է, ճիշտ հակառակ խնդիրն է լուծվում։ Վերականգնվում է սոցիալական անհավասարությունը, ընդդիմադիր պատգամավորը հակառակ դիրքորոշումն ունի։ Նախ սա բերել է սոցիալական բևեռացմանը, առավել ընդգծելու աղքատների եւ հարուստների։ Չեմ ուզում ասել, որ յուրաքանչյուր ոք, ով որ կունենա հնարավորություն այդ գումարը վճարելու, ինքը անպայման կօգտվի օրինակ այդ ծրագրից։ Մարդիկ կներեն, որոնք չեն օգտվել։ Բայց մեծ առումով մարդկանց այդ տարանջատումը, այսինքն սոցիալական հիմքից ելնելով, բնականաբար ինքը իր հերթին բերելու է բազմաթիվ խնդիրների։ Հաջորդ տարի կքննարկվի նաև պարտադիր զինվորական ծառայության 2 տարին 1.5 դարձնելու հարցը։ Իշխանությունը փակագծերն ավելի լայն չի բացում։ Ես չեմ կարծում, թե մեր այսօրվա սպառնալիքների եւ առասարակ այսօրվա զինված ուժերի համալրվածության պայմաններում մենք նաեւ հնարավորություն ունենք կես տարով կրճատելու։ Ես կարծում եմ, որ սա ավելի շատ նախընտրական բնույթի հայտարարություն է, որը մի անգամ արդեն 21 թվականին օգտագործվել է եւ հիմա էլ հանրությանը փորձում են ցույց տալ, որ մեր իշխանության մնալը կամ վերարտադրվելը հետագայում բերելու է նաև զինվորական ծառայության ժամկետների կրճատմանը։ Զինված ուժերին վերաբերող նոր նախագիծն առաջիկայում կքննարկվի ազգային ժողովի լիագումար նիստերում, թե ինչպիսին կլինի պաշտպանության նախարարության տեսակետը կներկայացվի հենց նիստերի ընթացքում։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։